Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը շարունակում է մնալ ամենալարված ու ամենաքննարկվող նախագծերից մեկը, որովհետև այստեղ իրադարձությունները ոչ մի վայրկյան կանգ չեն առնում։ Յուրաքանչյուր նոր սերիա բացում է նոր վերքեր, նոր գաղտնիքներ ու նոր բախումներ։ Բայց ամենակարևորը, սերիալը հիմա արդեն միայն սյուժետային ինտրիգների մասին չէ, այն դարձել է մարդկանց ներքին պատերազմների պատմություն, որտեղ յուրաքանչյուր հերոս ապրում է իր ցավի, մեղքի, սիրո ու վրեժի մեջ։ Այս պահին ամբողջ պատմության կենտրոնում կանգնած է Հունանի կերպարը։ Շատ երկար ժամանակ նա ներկայացվում էր որպես ուժեղ, հաշվարկող ու ամեն ինչ վերահսկող մարդ։ Նա էր որոշում բոլորի ճակատագրերը, նա էր թելադրում խաղի կանոնները, բոլորը կամ վախենում էին նրանից, կամ ենթարկվում։ Բայց հիմա առաջին անգամ Հունանը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որտեղ ինքն այլևս վերահսկողություն չունի։ Ավոն նրան բառացիորեն փակել է իր ստեղծած մղձավանջի մեջ։ Եվ սա շատ խորհրդանշական է, որովհետև Հունանը տարիներ շարունակ թաքցրել է անցյալը, ճնշել մարդկանց, կառուցել իր կյանքը ստերի վրա։ Հիմա այդ նույն անցյալը վերադարձել է Ավոյի կերպարով։ Ավոն այս պահին սերիալի ամենավտանգավոր հերոսն է, նա այլևս պարզապես վրեժ լուծող մարդ չէ, նրա հոգեվիճակը գնալով ավելի մութ ու անկանխատեսելի է դառնում, նա ապրում է միայն մեկ մտքով՝ ստիպել Հունանին զգալ նույն ցավը, ինչ ինքը։ Բայց այստեղ ամենասարսափելին այն է, որ Ավոն կամաց-կամաց կորցնում է սահմանները, նա արդեն դժվարությամբ է տարբերում արդար վրեժն ու կործանարար մոլուցքը։ Երբ նա հարվածում է Հունանին, կապում, պահում իր մոտ, պարզ է դառնում, որ սա միայն ֆիզիկական հաշվեհարդար չէ։ Ավոն ուզում է հոգեպես կոտրել նրան, ուզում է, որ Հունանը վերջապես վախ զգա, անզորություն զգա, կորուստ զգա։ Եվ թվում է առաջիկա սերիաներում նրանց միջև հոգեբանական խաղերն ավելի են խորանալու։ Շատ կարևոր է նաև Էռնեի կերպարի զարգացումը։ Սկզբում Էռնեն կարծես ամենամաքուր ու անմեղ կերպարներից մեկն էր, բայց ճշմարտությունները մեկը մյուսի հետևից քանդեցին նրան։ Նա սկզբում իմացավ եղբոր իրական դեմքը, բայց Ավոյի արածներից հետո նա որոշեց օգնել եղբորը, ամեն ինչ արեց, որպեսզի Ավոյին տա Հունանի ձեռքը, բայց դա ամեն ինչ այլ ուղղությամբ տարավ։ Ավոն կարողացավ ոչ միայն փախնել նրանցից, այլ իր հետ տանել նաև Հունանին, կապել ու թե ինչ է կատարվում, պարզից էլ պարզ է։ Լեոն փորձում է հորեղբոր հետ կապ հաստատել, որպեսզի Հունանի մասին տեղեկատվություն իմանա և բնականաբար Հունանին ազատի Ավոյի ձեռքերից, հանուն Լեայի, բնականաբար հանուն իր սիրո։ Արդյոք կհաջողվի նրան, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց ամենահետաքրքիր զարգացումներն են դեռ առջևում, հատկապես, որ Էռնան հանդիպում է Դավիթ պապի հետ։ Բնականաբար նրանց խոսակցությունը հետաքրքիր ընթացք է ստանալու։ Դավիթ պապը գիտի, որ Էռնան Ավոյի կինն է և Հունանի քույրը։ Բայց ինչ գաղտնիք է բացահայտելու Էռնան Դավիթ պապի համար։ Դեռ գաղտնիքներն այդքան շուտ չեն բացահայտվելու, բայց կասկածի սերմեր հաստատ կընկնեն Դավիթ պապի սրտում։ Ինչ է կարողանալու բացահայտել Դավիթ պապը։ Արդյոք Էռնայի ասածից հետո նա կփորձի ճշմարտության ուղով գնալ ու բացահայտել, որ իր որդին ոչ թե մահացել է կռվի ժամանակ, այլ սպանվել Հունանի ձեռքով։ Ինչ կզգա այդ ամենից հետո Մանանը, երբ իմանա, որ նա ամուսնացել է մի տղամարդու հետ, ում հայրը սպանել է իր հորը, ու ում հոր պատճառով նրանք մեծացել են առանց մանկության, ում պատճառով կորել է նրանց եղբայրը և այդպես էլ որևէ հետք չեն գտել։ Իհարկե հիմա Վովան նրանց կողքին է, բայց նրանք դեռ չգիտեն այդ մասին, ու դեռ հայտնի էլ չէ, երբ Վովան իմանա ողջ ճշմարտությունն ինչպես է վերաբերվելու իր ընտանիքին։ Լեոն էլ կարծես ներքաշվել է կեղտոտ խաղերի մեջ։ Առաջին փողոցային կռվում նա հաղթեց ու վերցրեց գումարը, բայց հաջորդում, և որտեղ գումարն ավելի մեծ էր, նա չկարողացավ հաղթել, նա պարտվեց ու բնականաբար այդ գումարը պարտք մնաց։ Իսկ այն մարդիկ, ում հետ նա գործ է բռնել, հասարակ մարդիկ չեն, ու նրանք գալու են իրենց գումարի հետևից, դա լինի կռվով, թե այլ կերպ նրանք իրենց գումարը հետ են ստանալու, իսկ այդ ամենի մեջ պատասխան են տալու ուրիշները։ Ինչպես միշտ Լեոյի սխալի պատճառով պատասխան է տալու Դավիթը, Վովան, Սարիկը, իսկ թե ինչ է կատարվելու հետո, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, շատ հետաքրքիր գաղտնիքներ ենք բացահայտելու շատ շուտով։
Իսկ Մանյանի գիծը արտաքինից հիմա ավելի հանգիստ է թվում, իրականում նրա ներսում նույնպես մեծ պատերազմ կա։ Նա ամուսնացավ Գրիշոյի հետ, բայց այդ երջանկությունը լիարժեք Նա դեռ կապված է ընտանիքի հետ, հատկապես որ ընտանիքի որևէ անդամ նրա հարսանիքին ներկա չեղավ։ Ավելին, պապը եկավ ու ընդամենը մի քանի վայրկյան տվեց իր օրհնությունն ու հեռացավ հուսալով, որ գոնե Մանյանը երջանիկ կլինի։ Այս պահին գոյամարտը դարձել է պատմության այն մասին, թե ինչպես է անցյալը ոչնչացնում։ Ներկան մարդիկ տարիներով փորձել են թաքցնել ցավը, բայց հիմա այդ ցավը վերադարձել է ու սկսել կործանել բոլորին հերթով, եւ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեր ալիքին ու միասին կբացահայտենք, թե ինչ է սպասվում առաջիկա սերիաներում։